Մենք գտնվում ենք Տիգրան Մեծի 17 հասցեում, որտեղ է սկսվում ուսանողի առաջին աշխատանքային փորձը, որտեղ է տեսականը հանդիպում գործնականին, իսկ դասարանում ստացած գիտելիքը իրական աշխատանքի պահանջներին։ Այս հարցերի պատասխանները շատերի համար սկսվում են հենց այստեղից։ «2013 թվականից համալսարանում ներդրվել է շարունակական պրակտիկայի նոր մոդելը և թղթապանակի կիրառման ընթացակարգը։ Շարունակական պրակտիկայի նպատակը լսարանում ստացած տեսական գիտելիքներին զուգահեռ գործնական հմտությունների ձևավորումն է։ Այստեղ կարևորում ենք նաև մասնագիտական հարմարման անհրաժեշտությունը, որը կարիերայի կառավարման գործընթացի կարևոր բաղադրիչ է։ Միջազգային փորձի ուսումնասիրության արդյունքում միավորվեցին պրակտիկայի և կարիերայի կենտրոնները, որոնց գործառույթները ունեն համապող տրամաբանություն։ Ինչպես պրակտիկայի ընթացքում, այնպես էլ կարճաժամկետ սեմինարների, տրեյնինգների արդյունքում ձևավորվում են մասնագիտական կարողություններին զուգահեռ հմտություններ, որոնք անհրաժեշտ են ուսանողներին իրենց կարիերայի պլանավորման և հասարակության մեջ ակտիվ դերի աշխատաշուկայում մրցունակության ապահովման համար։ Սա այն վայրն է, որտեղ ուսանողներն անում են իրենց առաջին մասնագիտական քայլերը, ծանոթանում աշխատանքային միջավայրին և հասկանում, ինչ է նրանց սպասվում համալսարանից հետո։ Մանկավարժական համալսարանի պրակտիկայի և կարիերայի կենտրոնն ավելի քան 13 տարի աշխատում է ուսանողների հետ։ Բազմաթիվ ուսանողներ կենտրոնի միջնորդությամբ կարողացել են գտնել աշխատանք, ստանալ մի շարք գիտելիքներ և որ ամենակարևորն է մասնագիտական փորձ։ Պրակտիկայի արդյունքները ուսումնասիրվում են և գնահատվում են նախապես մշակված չափերի ցուցիչներով, պաշտպանությունների ձևաչափով, և ամենակարևորը այն դարձել է ուսանողների կարողությունների ձևավորման կարևոր գործիք։ Ակտիվ պրակտիկան հնարավորություն տվեց մեզ ամբողջությամբ ներգրավել ուսումնական գործընթացում, անմիջական շփում ունենալ և ուսուցիչների հետ, մանկավարժական կոլեկտիվի հետ, սովորողների հետ, սովորողների ծնողների հետ, այսինքն մենք մեզ լիարժեք զգացինք որպես ուսուցիչ։ Համալսարանում մենք սովորում ենք բազում տեսական գիտելիքներ, մեթոդներ, միջոցների կիրառություն և այլն։ Սակայն ակտիվ պրակտիկան մեզ հնարավորություն է տալիս այս ամենը, ինչ մենք սովորել ենք, գործնականում կիրառել դպրոցում։ Այսինքն մենք տեսական գիտելիքները գործնականում կիրառելով հղկվում ենք որպես մանկավարժ, կարողանում ենք ամբողջությամբ պատկերացնել այս ուսումնական գործընթացը ռեալ պայմաններում։ Ռոզա Խաչատրյան, Լիանա Գեսյան, Էլենա Սադրյան, մանկավարժական իմ աչքերով։